Ինչ է եղել, ինչ եք թթված դեմքներով եկել նստել առավոտ շուտ, սոված եք, լավ հեզա ավարտեմ, գնամ խոհանոց ձեր համար համով նախաճաշ պատրաստեմ։ Չէ, Էմիլի ջան, պետք չի, եթե ամբողջ գիշեր նստած մի հարց ենք քննարկում երեքով ու չենք կարողանում գտնել հարցի պատասխանը, դրա համար էլ եկել ու նստել ենք, որպեսզի դու պատասխանես մեր բոլոր հարցերին։ Նախ եւ առաջ գիշերը քնելու ու հանգստանալու համար է, ոչ թե քննարկելու։ Հա, ճիշտ է։ Երեխեք, ես ձեզ ասում եմ, չէ, գիշերը անիմաստ է նստել ու մտածել։ Եկեք գնանք քնենք, առավոտյան կմոտենանք, Էմիլիից կհարցնենք։ Հա, հասկանում եմ, բայց միշտ շաբաթօրը զարթնում եմ, մաման ու պապան տունը չեն։ Դե քանի ես դասարանի Վիգենը չի զանգել ասել, Էմիլի ջան, գգաս օգնես մաթեմը գրեմ, չեմ հասկանում։ Դե իրանից է պիտի հարցնենք։ Այ տղա, ես իրեն մենակ օգնում եմ, որ դաս անի։ Դե մի հատ վերջացեք այդ ցինիկ թեմաները։ Մենք 3 ամբողջ գիշեր նստել ու մտածել ենք։ Մենք ծնվել ենք 3-ս հերթով։ Քեզանից հետո, չէ։ Այո։ Այո ջան, 10 օրից իմ ծնունդն է։ Ու ասենք, լոր թիվը 8 տարեկան։ Ինչ նվեր են առնելու մաման ու պապան։ Մի ամսից էլ իմ ծնունդն է, ես էլ 10 տարեկան եմ դառնալու, ինձ ինչ նվեր են առնելու մաման ու պապան։ Իմ ծնունդն էլ էս երկուսի ծնունդի արանքում է։ Դուս ա գալիս, իմ ծնունդին էլ փող չի մնա, ինձ նվեր չի մնալու։ Տեսնում ես Էմիլի ջան, իմ ու այս երկուսի վիճակը։ Գիտես հեշտ էր ամբողջ գիշեր նստել ու մտածել այս Երեխեք ջան, մեր ծնողները պարտադիր մեր ծննդյան օրերին նվեր են գնում։ Բավարար մոռանան չառնեն։ Չեն մոռանա, վստահեք ինձ։ Բա գիտեն մենք ինչ ենք սիրում, որ այդ առնեն։ Վստահ եմ գիտեն։ Բավարար մոռանան ու մեր սիրասնվերը չառնեն։ Հա, դրան ինչ կասես։ Հիմա ինձ լսեք։ Մեր ծնողները երբեք չեն մոռացել մեզ համար նվեր գնել։ Եթե մոռանան էլ, իրենց կհիշեցնի նվեր պապը։ Դե, երեխեքան, ուզում եմ ձեր բոլոր հարցերի պատասխանը ստացաք։ Ես էլ գնամ խոհանոց ձեր համար համով նախաճաշ պատրաստեմ։ Նամակ գրենք այդ նվեր պապին։ Կարելի է փոխել, բայց Լեո դու լավ չես սովորում, կկարողանաս առանց տառասխալների գրել։ Իսկ նվեր պապին գիտի, որ ես մեքենա եմ սիրում։ Գիտի ոչ գիտի, ինքը գիտի բոլոր երեխաները ինչ են սիրում ու ամենակարևորը ինչ են ուզում։ Իսկ այդ նվեր պապին գիտի, որտեղ է վաճառվում օրինակ խաղալիք ճաշի սպասը։ Գիտի,
Հետո էլ երեխեք, նվեր պապին ունի մեծ խաղալիքների խանութ։ Այդ խանութում վաճառում են բոլոր երեխաների երազած խաղալիքները։ Բա որ իմ ուզած խաղալիքը չունենա խանութում, կամ էլ վերջացած լինի։ Մի անհանգստացի, իրա թոռնիկին, կարմրաթուր Շանուշին, կասի նա կճարի կբերի։ Ասենք խառնեց, ուրիշ նվեր բերեց, ինչ պիտի անեմ։ Չի խառնի, մի անհանգստացի։ Ասենք թե մոռացավ կամ խառնեց։ Մենք կմնանք առանց նվեր։ Ուֆ երեխեք, էլ նյարդերից չի հերիքում ձեր կասկածամիտ հարցերից։ Բավոր չբերի, բավոր տեղը ուրիշ բան բերի, բավոր։ Հիշեցի, նվեր պապին ձեր նվերները ժամանակից շուտ էր տվել ու փոխանցել էր ինձ, որ ձեզ փոխանցեմ։ Ու իրա հաշվին գնացել էր արձակուրդ։ Եկեք ձեր նվերները հիմա տամ։ Վերցրեք ձեր նվերները։ Ապրես քույրիկ ջան, այ հիմա գիշերները հանգիստ կքնենք։ Երեխեք։ Լսի նազիկ ապրես, Էմիլի ներվել չդիմացավ, 4 հարցից հետո ապրես, բոլորի նվերները տվեց։